вообще դերասան մի փորձված պիտի ինի։ Իրանց ամենալավ օրերը մինը անցնկցնում քզնը հետ ու դու պատասխանատու ես վեր այդ սաղ ընթացքը իդեալական անցկենայի։ Վերստեղ տեղափոխվալանք, մեր հույսերը, մեր պոդքասթին հետ, ինադուին հետ կապված ուրիշ էլ։ Ճոկոմոք չա հունցում կես անցկենում գրականցքին 25-ը շատ պիս համութային ու վերհանկարծ տեսին պատրաստ չսինու դա նորմալ է հիպ տունտրումս մասնագիտություն ու քեզ ամեն օր գնահատում Podcast ստիկած դուելսկած Մարիամ, քաթանին Քաթանին քյու ասինք վերսորվա մեր այս քաթը շատ մշակութային ջերմ պայծառ քաթային են, որովհետև մեր տաղավարը մա շողերը ձեր ճինեն չեց շողերը Մարիամ, ասե նաև այն վեր մեր podcast-ի պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, որ նույն մարդին հյուրընկալում ենք, բայց դա այն պատճառավա, որ համ թեման է փոխվել, համ շատ նոր ասելիքներ ու խոսելիքներ կա Դրան հետի շողեր ուրախ ենք վեր մեր տաղավարումնս Օրիշ տաղավարումս բայց Հա, ճիշտ է մեր երկրորդ եթերինը դուք հենց մս հյուր եկալ ու այն վաղտ օրիշ տաղավարում ենք դիմավորալ բայց այս մոզալասին վեր ինչ հետաքրքիր է վեր շողային հրավիրալում էլ ասալ չի պահինչ հաբիդի խոսին հա դե վсё պիտի զրուցանի քաթնքանում ուրեմն քաթնքանում այդ թեթևության հետի շատ շնորհակալություն որտեվ գիտում եմ մենք շատ խառը գրաֆիկա ու ոզում պատար նաև դրանապատմից տեսնանք այս ինչ գործերի մեջս Նախ ծես շատ շնորհակալություն Տաղավարը ուրիշ է, բայց մթնոլորտը նույնն է ու ապրիկ շատ, որովհետև մի պատար դիժերբեն այդ մթնոլորտը այսքան երկար ժամանակ պահելու ու շատ ուրախում վեր ստացվում է ու շնորհակալություն վերկային չալեք, ես պիտի ասեմ, որովհետև համ ծզում կարոտալ, համ պոդքասթնում կարոտալ, համ մեր բարբարավ խոսելնում շատ կարոտալ Շատ զգրական խոսում ենք Հա, իրականում հա, գրական չում խոսում, վեր գրական խոսում դի նղանալ չում, բայց ինչ վեր խառը երևանսկի, ինչ վեր օպենա մտալ խոսքիս մեջ ու շատ դուժում է, շատ ավելի կեղտոտ է հիմա, քան աշխատելիս մեր Արցախում հանրային ու մաքուր գրական ամենա խոսելիս Բայց նաև պլուսներից վեր ինքը մենք առիթոն է ներկայացման մեջ բարբարավ խոսելի Ես առաջին պենին այս անգամ գրեցալ չունկյան, բայց արդեն վաղուց երկրորդին տոմսնում երկալ է և պարտադիր պիտի ներկայանամ Սպասում ներկայացումից խոսինք շատ, որովհետև շատ սպասված է, լողջիս հետի է շատ սպասված, որովհետև Արցախյան թատրոնից խոսա, սայլը տեղից շարժվալ չի, ու մենք ունենք բարբարավ ներկայացում, վերին մարդիկ սպասում են, այդ թվում նաև ես վերին տակին հաստատ երկան պատմություն կա, վեր կոզինք հենց դու որպես դերակատար այդ ներկայացման Այո, դու պատմիս, պատար այդ հունստի տրավ Մզետել է շատ սպասված իլայել ու անգամ վեր հավակված ընիլայել ժողովին վերջին ամբողջ կազմավ թատրոնի, հիմա այսին վեր կազմը կուճիր է, այսինքն մենք ունենք վեճ տեխնիկական մասը թատրոնի, այն բոլոր փոքր ցեխերը վեր պիտի ինին թատրոնում, մուկ պարզապես դերասանական կազմա եւ մեր ռեժիսորը Ռուզանա Խաչատրյան, ու երբ հավաքված ընկլել պարոն Նավոյանի եւ պարոն Ղազանչյանի հետ այդ ժողովավը վեր պետքա հաստատվեր կազմը հաստատված է, թատրոնը վերաբացվում է ու անգամ ունենք ընտրած ստեղծագործություն վերը պետքա բեմադրվե ես տեղել չում հավատալ մինչև վերջ Ռուզանա ասալ չի վեր կյանք փորձի ես ինչ ժամին ու դրանից հետո ամեն օր այդ մթնոլորտի մեջ միլալ ու ամեն օր ավելի շատ եմ հավատալ վեր կարողա ստացվի իրոք այս անգամ իրոք ստացվի թատրոնը վերաբացել ու փառքաստո իրոք ստացվալը ու շարունակվում է հիմա թատրոնի պատմությունը իսկ ներկայացումը ես շատ եմ սիրում նաև որպես հանդիսատես այն տեսարանները շտեղ ես խաղ չում անում ու կարում եմ եշիմ ու իրականում շատ ուրախում վեր մարդիկ դիլավն ջերմն արձագանքալ մուք որոշած ընկլալ բեմադրինք ստեղծագործություն վերը բաբշե հուզակ անտար իր մեջ պարունակում չի որպես այդպիսին տխրության տար պարունակում չի այսինքն մարդիկ էլի կամն իրանք հուզվում են իրանք լացնում բայց դա ավելի շատ ջերմ կարոտի զգացողությունն է քան թե տխրեցնելու ինչ-որ կամ ուրիշ հիշողություններ արթնացնելու ու իրանք ծիծաղում են այդ մի ժամվա ընթացքում դա ամենալավ պենն է տեսնել վեր դահլիճը ամբողջապես գրեթե ամբողջ հանդիսատեսը արցախցիներն համենայն դեպս առաջին խաղին տի է ելել ու իրանք բոլորը քահ սրտանց ծիծաղում են ու մոռանում են իրանց այդ սաղ պատմությունը վերավանցնկացա որովհետև հտե այդ մի ժամն է հտե այն մի հատ Արցախն է շտեղ իրանք ապրելիսները ու շտեղ կրեն լիաթոք առանց խեղճի խայթի առանց տխրության պրոստե ծիծաղեին
ու շատ հաճելի է նաև որպես դերասան նման ներկայացմանը մասնակցելը։ Ու ստեղծագործությունը հայտնի է, արդեն երկրորդ անգամ վեր թատրոնը բեմադրում է իրան, մի քիչ ձևափոխված իհարկե, որովհետև այս անգամ ամբողջությամբ Ռուզաննա բեմադրալ, ինձ թվում է Ռուզաննից կները, չէ, ես վերուրան պրոստո Ռուզանում ասում։ Վստահում եմ կները։ Այնքան ջերմ է հարաբերությունները դերասանի ու ռեժիսորի միջև ամբողջ թիմի համար։ Իրոք ընտանիքի զգացողություն է, ու դրան հետ մի տեսակ ստացածում չայսիմ տիկին Ռուզանը գիմ չմուցայսիմ Ռուզանը այք տրայ հաշտել դաշնի գքյար։ Հա, ու իսն բան վերսկանում է նեղում չէ Ռուզանն է ինքը ուղակի մզետի։ Շողեր մի խրեք հետ քինանք ու ցավով պիտի ասինք վեր դիել ստացվալ չի վեր Արցախի պետական թատրոնը հենց պետական թատրոնի շենքում Փափազյանյան թատրոնի շենքում հանդես գա ու դա Արցախում երևի մեր ամենամոտ խնդիրներից մինն է իլալ վեր այդ շքեղ շենքում ներկայացումն է իլալ չի ու կոպիտ ասած այդ ճակերտները ասի մի քիչ էլ գուցե վիրավորական չէ, բայց այդ թափառական կյանքին դղել քլասվեր, բայց ինչա նշանակում ստեղ 2 տարի անց մտածել, հասկանալ, գիտակցել վերաբացվում է թատրոնը։ Այստեղ ավելի շատ առաքելության զգացողություն կա այդ ամեն ինչի միջին։ Դու հստակ հասկանում ես բացի նրանից որ ինքը քու սիրած աշխատանքն է, բացի նրանից որ ինքը քու երազանքներն է, ինքը նաև առաքելություն ավերը որպես արցախցի, դու պարտավոր ես այդտեղ անից ու դա ինչ որ դատարկ խոսքեր, չսա իրոք ինչ որ պայքարի ձև է վերը մուկ գիտակցաբար մզիրա յորընկոնում ու գիտում եք վերտիժեր այնն, որովհետև անվան մեջ Ստեփանակերտ բառը պահպանվում է, ու դա նշանակում է որ դա շատ հնարավոր է խոչընդոտների բերե ապագայում թատրոնի կյանքում, բայց մունք շատ գիտակցաբար պատրաստ ենք լինել նաև այդ պայքարի այդ ձևին ու այդ խոչընդոտներին։ Սա առավել քան առաքելություն է ու բոլոր ամբողջ թիմի հետ։ Այս այն դեպքն է հիբ հաճախ ինում են, չէ, որովհետև պատահական մարդիկ վերանց ընկնում քինաման ինչ որ գործի մեջին։ Իսկ այս անգամ այս այն դեպքն է որ ամբողջ թիմը շատ լավ հասկանում է ինքը ինչի հետ է եկալ ու ինչ գործ է անում։ Երևի ամենամեծ տարբերությունը այդ է այստեղ։ Շողեր նույնիսկ Ստեփանակերտում վեր գիտայիսին մարդիկ վեր ներկայացում այն են, որտեղ դա այդքան էլ ճոխություն է էլ համարվեից, լի այսպես ասած ու մարդիկ կարոտեիսին թատրոնին Մինչև մի մոծ ուրախություն այլ այդ բաստարներ վեր տեսնայիսն քլա քաղաքում երջանկանայիսն քլալ վեր վերջապես սա ներկայացում կա Ինչավա տարբերվալ քիզատ Ստեփանակերտում ելույթ ունենալը ու Երևանում ելույթ ունենալը որտեղ նախկինում էլ էս փորձ ունեցա Երևանում ելույթի բայց ոչ որպես Ստեփանակերտի պետական թատրոն Շատ հուզիչ է ելել ու դրանից էլ ավելի պատասխանատու է ելել Գիտեցանք որ մեզ երկան սպասում են ու օզալենք առավելագույնը անինք ավելի շատ քան մենք իրականում կարում ենք անինք այդ պահին այդ հանդիսատեսի հետի որովհետև այս դեպքում զգացողությունը չեմ սպշկաղում ավեր ասում այդ դեպքում զգացողությունը ավեր ձեր տնեցիք կյաման մի 200 հոգավ կյաման Հերեստանան կյաման հա ու կյաման ու դու իրանց պատմում մի բան վերը իրան գիտում ու պատասխանատվությունը զգում այդ տա պատմելի ճշգրիտ առանց կենցաղը թատերական միջավայրից կտրելի, հա, այդ շատ նուրբ գիծա տանում Ռուզանը շտեղա կենցաղը մնամ թատերական միջավայրում ու շտեղա վեր կենցաղը իրոք դառնում է տխուր ձանձրալի կենցաղ ու շատ սպասված հանդիպման զգացողություն է ելա վեր հեսա ինչքան վախտատու պատրաստվում ես ու վերջապես այդ մարդկանց տեսալս ու դա մի քիչ նաև խնգարում է երբեմն խաղին որովհետև ավելի շատ հուզմունք է առաջացնում, քան սովորական ներկայացման դեպքում դու հուզում ես, բայց խաղը սանում, իսկ այս դեպքում մի տեսակ կոսմոս վնկես լուծի դու ես եկալ, բարի, ով եկալ ու շատ հաճելի է վեր հենց կոմեդիա ընտրվել, ու այդ զգացմունքները կիսել է հանդիսատեսին հետ, շատ հաճելի է ելել։ Որտե ծիծաղը շատ կսեիս էլ նաև Ասեցի վեր առաջին ներկայացմանը մեծամասամբ հենց արցախցիներն են լար, դուզն ասած օզում վեր սես եկողը վերին եսերում կիրան, օզում 50%-ավ հանդիսատեսի մասում բարբար սկանամ, 100%-ավ թող բեմից սկանամ ու օզում վեր այդ վեր անդադ մոզ ասում ինտեգրվեք, օզում վեր իրանք էլ ղաթումը
ինտեգրվին մեր մշակույթին, որտեղ ինքը շատ հարուստ է, շատ կենթանի է, շատ լավն է ու իսկապես արժե ու Ռուզանին անթացոր հիշել ոք ապրևեր այդքան հանդգնություն ունեցալ, այդքան երիտասարդ տարիքում, այդքան բարդ գործը յուրան իրա յորոն է Ռոզան ջան, բայց ուզում վերադառնանք պատար քեզ որպես դերասանուհի, որովհետև Արցախում ի սկզբանե դու այդ ոլորտումը սիրել, զուգահեռաբար լրագրությունը սկեցալ, նորից տեղ սկզբի շրջանում շարունակալ ու պահ եկալ, վեր իմ մոտ զգացողություն այլ է, վեր դու խոսքից այդ մեդիա խոսքից հիասթափությունս ապրալ ու պարփակվալ, խորացալ հենց քու սիրելի մասնագիտության մեջ, ուզում տեսնամ այդ մեդիայից հրաժարումը ամբողջապես է, թա հնարավոր է նորից քեզ նաև մեդիա դաշտում տեսնանք։ Իրականում ես կարոտում այդ աշխատանքը, որովհետև դա էլ ումիլել սիրելիս, բայց հասկացալում վեր մի քիչ ավելի շատ համարձակություն է հիմա պետք դա անելի հետի ու քանի դեռ նինին է տնքիլել, այդ մեջքը զգալիս ընկլել յուր պահելու ու ավելի համարձակ ընկլել անելի։ Հիմա մենակով մի քիչ ես հասկանում վեր կամ ամբողջովին ես պետքա տրվեմ այդ ոլորտին ու հիմնովին վերապատրաստվեմ այդ ոլորտում աշխատելի հետի կամ կիսատ բռատ կարել չումանին, որովհետև գնահատելու չում իմ աշխատանքը։ Դրանից շատ հպարտանում որ դուք շարունակում եք դա անելը, որովհետև շատ ում լավ հասկանում, ու իրականում շատ ում լավ հասկանում ինչքան ավա դիժեր, որպես ներսի մարդ վեր մի քիչ փորձալապր պտե։ Հետո որոշակի կյանքի դասերում առալ, շատ լավ հասկացան վեր ինչ որ մի բան անելուց հետո նախ իրոք պետքա շատ հիմնավոր գիտելիք ունենաս դրա մասին ու երբեմն պատրաստնի արձագանքին ու անընդհատ գնահատվելուն, չնայած թատրոնում էլ է ու ես դեռ անցնում եմ փուլը հիպ ես ինձ համոզում եմ վեր տա նորմալ է հիպ տունտրումս մասնագիտություն ու քեզ ամեն օր գնահատում են ու ամեն օր դու զրոյից ես սկսում նորմալ է անընդհատ այդ գնահատականը ստանալու ու նորմալ է այդ գնահատականը միշտ չինում այն ինչ դու սպասում ես կամ այն ինչ դու ուզում ես կամ միշտ շատ հակասական է ասում ին ասում վայ սա լավ է քուր ֆիշկա տա իմին ասում չէ սա պիտի դուզիցնից տա արա տա ուզստի շարունակաբար ոլորտում ու լրագրության մեջ նույնն է կուզեի ինչ որ պահի շատ պոպուշ ինչ որ հաղորդում ունեի բայց հալան վեր ինձ թվում է նաև Հայաստանում այդ աստղային պոպուշ միջավայրը կա ոչ վերջը պոպուշ բաների կարիք կա այդ որպես այդպեսին հիմա շատ ավելի մեծ խնդիրներ կա լուսաբանելու որոնց բեռը ինձ համար մի քիչ ես անկեղծ ասում այդ բեռը ինձ համար մի քիչ շատ է մեծ ու ես հասկացամ վեր գուցե եթե ստիա ես հնարավորություն ունեմ նաև սվրելի այն ինչ միշտ օզալում այն ինչ միշտ դուրս էլ է գալիս մի քիչ ավելի շատ քան լրագրությունը ու դի շանսերից օգտվալում շուտ ես դրանից եմ ինչ որտեղ զարմացած ես դուսում հասկանում եմ Ստեփանակերտ դու որպես դերասանուհի ավելի շատ ինքնուսը սիրել ուստեղ արդեն ինստիտուցիոնալ որոշալս բենանիս մասնագիտության մեջ մտնից որտեվ տեսան վեր հայտարարած այդ մասին վեր այլևս սվերումս եւ այլն ուզում տեսնամ նորից այդ ուսանողական ռուտինի մեջ մտնել տա համատեղել գործին այդ հունցային շատ դիժերա հավես չի համավեսը համել շատ 18-ում հիպ դու ուսանողս մի տեսակ ամեն ինչ ու անձդ հալա վերջնական ձևավորման փուլը սկսած չի ու այդ ընթացքի մեջ սենում հասկանալ դու հուս եւ ինչս շատ ավելի հեշտ է լինում հարմարվել ինչ-որ ասենք իմչում դասախոսը ժամա փոխա եկալ չի ստիա ուզում կամ դիա ուզում 25-ում այնքան անկեղծ այնքան դիժերային ու վեր ինչ-որ 32 տարվա ինչ ուզում ասես ես գործիում հետո հիշում ես վեր դու ուսանող ուստի ինչ-որ խնդիրներ առաջ կողմում հա կամ ասենք ինչ-որ օրինակ տեսի ես ու դիսցիպլինար ինչ-որ բենայնում ասենք իմչում բացականներ կայքում այս քզնի հետ քանի օրվա դեր դասալ օրինակ քզնի հետ խոսում են վեր բացականներ կա կամ տեսին պետքա վախտին կյակվեն ու դու ճոկում ես եկալում ստասվերին բեն խպիտի ես կանամ բացակ ինչ որ ընդդիմություն է ներքին կամ ես գյումչում հունց հատա կախված ծերանում հա թամանք բրավո հա ինչ որ ընդդիմություն է կամ վեր քեզ թվում է դու ուժը ենք համոծս ու քեզ պիտի տիքու ամեն մի ժամը ստե հեշված ապեն ստիպիտենս ու նաև մի բեն 25-ը շատ պիս համութայնում վեր հանկարծ տեսին պատրաստ չսինում պատահական աստացում վեր տեսին պատրաստ չսինում ասեն ու պրիմիտիվ բենդի դասախոսություն դվա պիտի պրոստը կրթիր այնքան համութայնում 18-ում вообще տիչի 25-ը շատ համութայնում
Բայց իրոք շատ ուրախում ես հնարավորության հետի։ Երևի պիտի պարզաբանիմ, ես վերում գալանով այնց թատերական դպրոցում, այստեղ այս տարի բացվալա հատուկ անցած տարվանից բացվալա հատուկ արցախցիների համար նախատեսված կուրս, որտեղ որ մենք 15 հոգի ենք, եթե սխալվում չեմ, անվճար սովորում ենք, որովհետև մեզ պարոն Նավոյանը ֆինանսավորում է ու դպրոցը մեզ հնարավորություն անձեռնալ այդ կրթությունը ստանալի Ջոկոմոք չա հունցում կես անցկինում գրականցկին Մազերոն պրոբլեմա Վերջին շրջանում մեր սաղ հյուրերն էլ դիան ու ցավով վստահ հասկանում, բայց նաև հասկանում որ այդ ինտեգրումն էլ է կատարվում ի վերջո։ Ինքնըստինքյան։ Սկսալում շատ ռուսերեն խոսքերից խուսափել է խոսքից մեջ ու տապերում նրան, բայց ես Ստեփանակերտցիում, ես Ստեփանակերտցիում, ես օնիմ տատայիմ, տայիմ բանից մեջ նահատա, ես մտածում եմ այդ բառերով։ Ու ստիպված դի քողարկում եմ բառերը ու գրականացվում եմ բառը։ Շողեր վերջերս նկատալում նաև էր երբեմն դու շատ ավելի կարևոր այլ ընտանիքի կայացմանը դա շատ կարևոր կետերում ես հայտնվում հունանեն հատ երբեմն տեսնում որ նաև հանդիսավարություն ես անում ոզում այդ մասին էլ խոսենք բեմ հեռուստատեսություն, ոդքասթ ու նաև հանդիսավարություն ինչքան ավատ է համատեղելի ու հունցս քեզ նաև տեղ զգում Դա շատ ավելի քիչ եմ անում, այդ աշխատանքը մի քիչ իմ կոմֆորտ զոնայից դուրս է։ Սա շատ անկեղծ պոդքաստ է դառնում, ստիգում ինձ հոգեբանի կողքին նստած, անկեղծ օզալ չեմ, բայց լավ, սպասալ չեմ, դրանից է կխոսենք։ Իրականում այդ աշխատանքը ինձ իրոք մի քիչ այն չի, ինչ ես սովորաբար անում։ Չնայած ես բեմը շատ սիրում ու որպես հենց միջոցառումների հաղորդավար, հատկապես մշակութային միջոցառումների շատ սիրում, ու այդ այն աշխատանքն է, որ աչքերս կապ անում ու Արցախ մի շրջանում անընդհատ ունելիսում էլ ու շատ սիրելիսում էլ այդ աշխատանքը բայց ստեղ շատ ավելի քիչ է դա ու ավելի հազվադեպ է ինում հիմնականում եթե տենց արցախցիներին ինում որոնք ուզում են հենց երկու հաղորդավարինի ու հենց խնդրում են որ ես ինեմ իրանց հաղորդավարը ինչու է շատ ուրախում ինում շատ երկակի զգացողություն է, որովհետև մեծ պատասխանատվություն է, այդ մարդկանց ամենակարևոր օրերից մեկն է։ Ու դրան գումարածել այդ մարդիկի մինը քեզ են խնդրավեր այդ օրը իրանց ամենալավ օրերը մինը անցնկցնում քզնը հետ ու դու պատասխանատու ես վեր այդ սաղ ընթացքը իդեալական անցկենա իրենց միջոցառման։ Իհարկե գործընկերներս Աշոտն անում կամ Հունանն անում, շատ այդ մեծ պատասխանատվությունը իրանց իրային յորոնում, բայց շատ հուզիչ է ինում, որովհետև իմիջում հասկանում ես վեր այդ մարդիկ տենց օզալ հենց օզան վեր դու այդ օրվան ներկայինից բախե դուրս է քո կոմֆորտ զոնից լարվածությունն է շատ անում այդ գենացների պահն է վեր գենացների պահն է մի քիչ իմ ոճի մեջ ինչի ես պետք է հիշեմ որ ես միջոցառում չեմ վարում միջոցառումը վեր վարում ուսուցանում լրություն այնում լող եկածնում տրամադրված վերքես կանում իսկ երբ դու կենաց ասում հունցայնում ինը սալատ հոտում ինը նկարվում է ինը հալապարակյա մի խոխավազ ատամ ռճավոտ ու շատ դիժերայնում կենտրոնացումը պահելը ու այդ զգացողությունը վեր հաստատ ինձ սկանում է մի պատար այդ բանը հաղթահարել է պետք ինում բայց շատ հետաքրքիր փորձառություն է Ես եմ ուզում նույնը հրցնեմ, բայց այլ կողմից ինձ թվացա թա հայկական հարսանիքները որպես իրանց սես ներկայից ձևավ հնարավոր է վեր տայա վեր այդքան երկու սրտավը չի ու գուցե վերիներ ավանդական ինչ որ հենց ծիսական հարսանիք դունդեղ շատ ավելի քեզ կոմֆորտ կզգայիր ու շատ ավելի մեծ սիրով կներ քան երաշտությունը մենք հնչում է հայկական շեմադաբը դաշտ ես ուղղակի նման միջոցառումներին որպես հրավիրված էլ չի ինձ էդի կոմֆորտ ինում միջևի վեր քու միջավայրը չի ինում ես քեզ այնքան լավ հասկանում շատ բեն է ինում բայց դի քե ասում լավիացում շաբադաբը դաշտ ես ուտասնում լող բարենյա շողեր Ես քեզ ամենաշատը կինո եմ սիրում։ Եվ երևի գիտեմ չում դու էլ փորձ ունեցալս թե ամանորյա զարմանքի երկիրի տա միակն այլել, բայց ենթադրում որ ինձ նման շատերը կան ու դու իսկապես մնացած այդ կինոյի շողերը գուցե տամ Իմ տելեֆոնումս կոնտակտները մսելա դաշ կինոյի շողեր Վեր դա երազից մի փոքր փոքված երազ է դրալ մզատե ու այն վախտն էլ վեր 3 տարի է տառնում այդ կինոն կա ու անընդհատ օզում եշեցինին որովհետև նախ ընդեղ շատ Արցախ կան նախ ընդեղ շատ երազանք կա ջերմություն կա ու չպահված երազ կա ինչ զգացողություններ ես ունենում ամանորին ու հատկապես այդ կինոն իշելուց հետո վերջ շրջանում եշումս թա չէ
սովորաբար Ամանորին ու իմ ընտանիքը ավանդույթ է դարձրել այդ կինոն եշելը։ Այս տարի 31-ին չենք եշել, հունվարի 1-ին ենք եշել, բայց դի էլի բարեկամներ ավակված իշելի սինքլել։ Առաջին անգամ ես այդ ֆիլմը վեր եշարում բլակադում ու միլալ ու ստողում միլալ մնացած ու նու բարեկամներից հետ ու միլալ, բայց ոչ առանց ընտանիքիս ու միլալ, վերոնցն սովորաբար նոր տարին նշում, շատ երկակի զգացողություններ է իլել, որովհետև նու շատ հուզված ու միլալ։ Դրանից հետո հակառակ զգացողություններն են։ Էլի հուզվում, բայց մի տեսակ ուրախության հուզմունք է, որովհետև հիշում մեր թիմով ոնց ընկել տանը գրելիս, հիշում Զակադրովի ինչ հալալ կատարվելիս, ամեն ինչը ու շատ հումորային է ելել, ու այդ ամեն ինչի մեջ ինչ տրամադրություն է ելել, ու նաև գիտակցում է ելել վեր մարդկանց հետ էին անում սա։ Ես դրան եշում որպես աշխատանք վերավ շատ հպարտում ու ոչ թե որովհետև ես մտածում էր դահլաում խաղերալ, այլ որովհետև ես մտածում վեր մեր թիմը կայացրած ելել այդ պահին, Արցախ TV-ի թիմը կայացրած ելել ամենաճիշտ որոշումներից մեկը այդ պահին ու շատ հպարտում համ ամբողջական թիմով, համ ամեն մեկով վեր այդ գործի մասնակիցն ելել, չնայած ցորտ ելել, դիժեր ելել, իմ քինարից շատ խոշոր ելել։ Հա, դուք տեսալ չկե այդ ծառը Մուք վերքիներս ենք շատ շուտ ժամին քիլակիներս վերսիոն կանցկսենք ու ամեն կես ժամին տեսարանը փոխվելիս է, բայց վեր առաջին անգամ ես տեսամ, ես այդ մասերը միլել չում։ Ով էր առաջին անգամ տեսալում սրցկալած է ելել այդ խոտածած կտափին չուրացած։ Տպավորություն արել վեր Սնեժնի Կորոլևին հազս տղայինք ապրում հատա այդ ծառնա սրցկալած դի կամանց ու նուրբ տպավորություն արել վեր ինքը իրոք ստի կամ յումչում ստի պերակ բիսերից է հավաքած ասեղնագործին իլա ծառը շատ սիրուն տեսարան է ելել ու իրականում այն ինչ կադրերում կա էտելա շքեղ բայց այն ինչը այդ առավոտ վաժամին է ելել ու իրական է ելել ու այդ օդը սառը նույն կարել չես փոխանցից երևի ոչ մի կադրով կարել չես փոխանցից ու Երանի նրանց ու տեսալ է իրական շատ հետաքրքիր է վեր առաջ նոր տարին ինձ էդի հարսնացուն հյուսիսից նայել այսին դոմեն չի ելել դե շատ գուճիր վախտը հետո արդեն հարսնացուն հյուսիսից նայել ու մենք ես օնիմ իմս իմ արցախյանս ու ես հասկացամ վեր պարզում է ես մենակ չում որովհետև այս Ամանորիա շրջանում Արցախ TV-ին կեցեն մտահղացման հեղինակն են գիմչում հուվայ քննիլայ որոշած անդադ ռիլեր են իլայր դիներիս հենց ֆիլմից ու հասկացան վերջե ես մենակ չում լի ակասցը լոխել այդ նույն զգացողությունն ընկիսում լոխ տրանավուր խանումն տրանավ ջերմանումն ու Մարիամին ասացինը միանում վեր հույսոնին քեզ նորից կինոյում տեսնալի ու նորից այն կինոներում վեր ապրեցնում են մարդկանց վեշտա կոտրում են մարդկանց որտեվ դի կինոների դրամաների բեն խրեք չի գիտում թամերուն ավելի շատ մենք կարիք ունին նաև այդ հույսին վեր դու սկսած դղան ու ձեր թիմը սկսած դղան տամակ մարդկանց բայց մի պահ խոսեցինք Նինիից ոզում նորից վերադառնանք դրան Էդիմ սիրած թեմասա հա սոր հանցրանք գլոխ կսիրած շնորհակալություն Ծանամыз շատ են հրցնում, որովհետև եւի թվում է թե երկու արցախյան ոդքասթն քշիրցիր եկեն միասին, գիմչու միասին կոյն շատ հաջող մշփոթեիս են լավ ժամանակին։ Մենք հրցնում են ասում են պահինչ տրեն, պահինչումնա, ասեցիր վեր դե հա նինան քեցալա կրթության, հետո այդ պահը բենար, բայց կարինք հույս պահինք վեր նորից ձեր ոդքասթը մարդկանց հնարավորություն տալու ծս ավելի լավ ճինիչերի ձեր ներկայիս ապրումն են ձեր հյուրերին բացահայտելի Ես հույս ունեմ վեր կգարինք ինչ-որ պահի, բայց ինձ թվում է երևի կվերափոխենք, որովհետև ասելիքն է փոխվել ու ժամանակաշրջանն է մի քիչ փոխվել ու ես ու Նինան որպես մարդիկ մի քիչ փոխվել ենք Ես կասեի շատ փոխվել Հա, շատ փոխվել ենք ու շատ տարբեր կյանքեր ավենք այս ընթացքը ապրալ, բայց վեր մտահոգվողներ են ինում, այսինքն մեր ընկերությունը դրանից вообще տուժում չի, մենակ դրանից ամրապնդվում է, լվանում է, ու ավելի լավ ենք սկսում իրար հասկանալը, որովհետև էլ ավելի շատ գնահատում ենք այն ինչը մարդը մեր ոլորտում անում ենք ու հարգում ենք շատ իրար Мук кровчин крал, мук лох лава. Интригачка, вещим пенчика, просто сбагваться. Я сույսն պահում վեր Նինան
հենց յետքա կփորձենք էլի ինչ-որ գուցե ուրիշ ֆորմատով, բայց միասին, որովհետեւ մստուր է եկալ, համել հանդիպման առիթալի իլալ պատրուշկոցով։ Հա, մազել միշտ պատկերացնում են, որ ես ու Տաթևը անդադ մինտեղ ենք։ Հա, դիչինում, չէ, շատ դեպքեր մենակ ես առիթայինում վերհանդիպում։ Հիմնական ավելի շատ Մարիամն ասում, քան Տաթևը։ Հա, ես էլում ապրաստա։ Ну, ինձ է հետաքրքիր է ելալ, որովհետև սկզբում մենք վերստեղ տեղափոխվել ենք, մեր հույսերը, մեր ոդկասթին հետ, ինադուին հետ կապված ուրիշ էլ։ Մստված հալա այդ պահին, վեր սա այն գործնա վերմուկտի միջև վերջը շարունակում ենք ու սա դառնում է մեր թե անձնական բրենդը, եւ թե մեր ֆինանսի աղբյուրը եւ մի խոսքով հետո շատ հանկարծակի ստացվավ որ ես եմ Նինան էլ որոշանք զբաղվենք մեր կրթությամբ ու մեր մասնագիտությունների մեջ ամեն մեկս խորանալավ ու ես իրական շատ շնորհակալ եմ կյանքի այս փուլին հետի որովհետեւ նախ ես ստացալում այն ինչը ես ուզելիս եմ այն ինչի մեջ կաղելիս եմ ու շանսը կա ավելի լավը դառնալի խոչոքտվիս այդ շանսան ու շատ հետաքրքիր զգացողություն է, որովհետև դու առավոտը քինամաս։ Ну ես սիրում չեմ ասել գործի, որովհետև թատրոնը դա գործ չի, ու փորձը դա գործ չի, դա միջավայրը շտեղ դոզումս ապրիս ու ասած ընկերուհիս, այդ ընկերուհի ունիմ վերասում է, вообще ես վերասում գործ, պատկերացում շատ փիս պեն։ Կարել չի թատրոնին ասից գործ, կարել չի թատրոնը պատկերացնի շատ փիս պեն, կարել չի փորձ փիս պենին։ Դրանից գործ իջում, բայց փորձի մնում առավոտները մեր թատրոնին հետ, հետո տեսիում մնում, հետո ինչ որ ուրիշ տեսիում ինում, կամ հետո ուրիշ փորձիում ինում ու անընդհատ այդ վազքի մեջ ու իրականում շատ հաճելի է, որովհետև ինչ որ ձևի կոփվում ես ու հասկանում ես գուցե մի օր ավելի լավ նստենք ու մասնագիտության մեջ վստահում Նինան նույնն է մտածում նաև իր տեսերի մասին բայց Նինա ես քեզ սպասում շտրեք ու ոչ միայն շոուերը Նինա կա անդեղ պսակվե Ինչու՞մ Նադեж չէ ես հավատում եմ Նինան այն տեսակն է որ միշտ իդ կյամա ես ուզում հիշեցնիմ Վերինքը հալա Ստեփանակերտը պրելավ եթե դրսից յուրաստի ասած ուզողներն ունեցայք լողջին են կխանասա գիտումս վե եթե ինձ ուզելի ես պիտի կա Ստեփանակերտ Так что երևի մենք այդ Ստեփանակերտը Հայաստանն է ու երևի հենց այո ես վստահում Վերինքը կիրական է ու էս փուլա վեր կա ու մի պատարեր կա մնան բայց վաղ թե ուշ կիրական է Շողեր մեր առաջին հանդիպումից դե բավականին ցալա 2 տարի համենայն դեպս ցալա ու ես ուրախում վերմուքսոր ավելի շատ ծիծաղում քան լեցինում բայց հատը այդ ձեր ներկայացման նմանալի ու գիտում ենք վեր այդ ապրումն են լրացված է ու մենք ավելի շատ փորձում ենք ավելի պայծառ արվանք ենթադրում վեր արվանք որտեվ լոխ մեր մաչին տարբեր պատմություններ ունենք տարբեր խնդիրներ ունենք Օզում վեր այդ ժպիտը միշտ ինի եւ իսկապես գյումչուխը ես քեզ ավելի շատ կինո եմ պատկերացնում ինչքան էլ սիրում ինքը մեկնաբանություն չի ամուկ ասակ ինքս տիրա բայց ասած կինոն դու սիրում ես թա սիրում չես ես սիրում բայց ոչ ավելի շատ քան թատրոնը նու այն ինչ թատրոնում է կատարվում դա վեշեմպեն կարել չփոխարին է այդ զգացողությունը ինչ թատրոնում ինում է որովհետեւ իրոք օրերի ընթացքում ռեժիսորն հետ միասին ինչ որ մոգական բան եք դուք ստեղծում բեմին ու նաև թատրոնը հանդիսատեսի շնորհիվ է կենթանի է ու վեշիմպեն կարել չի փոխանցը այդ զգացողություն կամ փոխարինը այդ զգացողություններին վեր դու նստած ես ու քեզ մարդիկ եշում են ու հենց այդ պահին այդ մոգական կախարդական ինչ որ բանը բեմում կատարվում է հենց այդ մարդկանց հետի ու հիբո օրիշ մարդիկ ընկյամ նստում օրիշ բանա կատարվում բեմում կինոն էլ է հավես բայց ավելի տեխնիկական մասնագիտություն է ինքը դու պետքա բաներ ունենաս նու նաև ապրոմակցումից բացի նաև դերասանական լավ տեխնիկա պետքա ունենաս ու շատ լավ դիմացք ունենաս որովհետև եթե 25 հետ քեզ ասան սստե պետքա դու հուզվիս դու 25 հետ պետքա օրգանիկ հուզվիս то есть դու նախ պետքա կարիս ինչ որ օրգանիկ ձևով հուզվիս հետո 25 հետ նույնը կարիս կրկնիս հա ինքը շատ բարդ է նու թատրոնն էլ բայց կինոն իր տեխնիկական մանրուքներով իրականում ես տեղ նկարահանվալում բայց ու նկարահանվալում նոր պլատֆորմի հետի նոր սերիալում բայց ինքը դիել լույս չի տեսալ ու
ես ես ենթադրում վեր ես ամառը լույս կտեսնա վերջապես շատ պատահական կաստինգի մասնակցալ, որովհետև իմ աղբերը ասալաքին է, նույն իմ աղբերը լա թատրոնում ու դի ասալաքին է, անպայման քինա, շատ պատահական անցում կացա, վերանցում կացա զանգդվասա, անցած կացա, գեցամ թա շուլուղնա, հետո վերասան եկ կոստյումները փորձի գեցամ թա նորից ինձանավ շուլուղամ, գեցամ դե դիցեղել ավ իմ ջոլիստի շատ վտալից չմե ինչա կատարվում, որովհետև ստեղ մի քիչ բարթայնում պրոյեկտների, լավ պրոյեկտների մեջ ընդգրկվել է ինքը մի քիչ շատ տարբերվում է բոլոր այն գործերից վեր ես երբևիցե արամ ես շատ երկար մտածում նորմալ վեր ես դիմ քինոն դիպենի մասնակցին բայց ինձ արցախցի բան հանդիսատեսն ու զրիտելներա եշիլական ուստի ինչ հասլան նոր ինչ արժեքներ փոխանցում եւ այլն հետո հասկացա ում վեր իրական մեծ սերիալ ավելի շատ երիտասարդության հետի է ու ինքը բարի է ինքը չար չի ինքը հա մի քիչ կա ինչ-որ հարցեր առաջացնողինի որոշ մարդկանց մոտ բայց փորձալ էլ վերին մասնակցում ու ինձ փիշ չում զգում դրան մասնակցել հետի հույսում բան վեր լույսա տեսնալան որտեվ շատ հետաքրքիր փորձառություններ էր ինքը տենց կարճ Netflix-ոտ ինչ-որ բենա շողեր կան դերասաններ ու հյուր շնորհիվում ես կինոներ եշում ու եթե այդ մարդկա այդ կինոին վստահում են ու վեր դար լավ կինոյա ու հույսում բան ես կինոս վեր սկսես եշելը սերին կեսանն ջտլան չսես լավլի չէ ես շողեր վստահին էլ կան չկուստը վստահին վեր դու այն դերասաններիցս իննական հյուր շնորհիվ մարդիկ ընտրլան են եշին այդ ֆիլմը թե չէ ու նաև այն ներկայացումն են շտեղ վեր մասնակցնանսկյան ներկայացման թե չէ շատ կարևոր շատ հաճելի շատ լավ բան ես ասում ես եմ հույս պահում վեր մի օր հասնալանում վարպետության այն մակարդակի վեր կարիմ ես ընտրիմ ինչ պրոյեկտում անում ու կարիմ մարդիկ վստահին վեր եթե ես կամ այդ պրոյեկտում ինքը լավ դա շատ երազանք է դա ես մինչև էս ասելդ օզամ հրցնիմ մինձևի ռիսկ չմրա բայց վերասմա եթե սկան անկեղծենք դրանել անդրադառնամ միշտ էր կոմերցիոն ծրագրերը իրանց հակառակ կողմն ունենում ու օզամ տեսնամ կարեկյա պահ վեր ինչ որ մի ստի ասած տնտեսական կարիքը քեզ տիպե մասնակցից պրոյեկտների վեր ոչ միայն քու կողքիդ հարցերն առաջացում լավ կինի թափիս այդ ու վստահս վեր այդ քունը չի ու ստիպվածինիս նկարվիս թա ինչ որ փորձումս հանց ռեալիզացվիս վեր այդ խնդիրներին բախվիս վեճ մենակ այս ընթացքում մի հետ այլել վեր ես մասնակցա մի բանի վերին вообще օզաչում օզում չում շատ խորանան որովհետև այդ աշխատանքը մենակ ինձ հետ չի կապված եւ այլն ես շատ չուզելավ այդ գործերան բայց որովհետև հանդստացվալա վեր պայմանների միջև այդ օրիշելա ես համաձայնությունը մլալտված ու մի քիչ վեր թիմային աշխատանքայինում շատ պատասխանատու բենա ու ես շատ կոզիմ երբեք նման իրավիճակում լինիմ վեճ որովհետև դա շատ դաժանատ ու քո էությանը դեմս քինամ դա շատ վեշմին մախտում չում շատ դիժեր բենա իսկ մինչև ես աշխատալում вообще դերասան մի փորձոված պիտի ինի նկարիչը դերասանը հա անցուբեմը կոտրեվեջ ու ավելի նախընտրելի է դի քան պրոյեկտներ վերոնք որ ավելի ֆինանսապես կայունություն են բերում բայց վերոնք սրտավետ չեն նույն ես հույս ունեմ վեր կրլամ դի շարունակեմ մի քիչ դիժերա ոլորտը շատ տարբեր է ոլորտը մուդրությունը շատ չի օրինակ նույնը կինոն վեր կինամս շատ լիչվե շատ ֆիլմա նկարվում տարվա ընթացքում դու վել ստի ասում ես դե լավ էսմինը օզում չու դաժե նու կարում դաժե մի 10 հատ ջարից վերասենք բան ղարկիս հիմնականում նույն սաստավնա ֆիլմեր նկարում ու նույն որակի նույն մակարդակի ֆիլմեր են բեներավ դերասանական կազմավ հա բայց դե ես вообще մտածում լավ կինի օրինակ Արցախ TV-ով բարբարով սերիալ ինի ու վերասում սերիալ մի քիչ բան է առաջացնում մարդկանց կողքին որովհետև սերինք այդ բան մակարդակին հա այո ինի օրինակ TV-ին բան ես օրինակ շատ մոծ ուրախությամբ կմասնակցեմ ես նաև կմասնակցեմ եթե Արցախ TV-ն օզենորից ֆիլմ նկարե ու ինձ թվում է անգամ եթե ֆինանսավորման խնդիրներինի վստահում վեր ես գործընկերներս վեշմինա այդ ֆինանսավորման հետ անչլի քինան թեք այդ ֆիլմը կայանա ու իմ անունցում խոսում կա ասած մնացածը կզնվին ինձ իրա բայց ես ամենայն դեպս տիում զգում հա ես ամենայն դեպս տիում զգում ու տիում մտածում վեր տինի ու հույսում պահում վեր ես է կրլականում դրանից ելնել լավ չընտրեմ լի պրոյեկտները վերոնց մասնակցում
մունքել ենք հույս պահում ու նաև համ հույս ունենք վեր դրամատիկական թատրոնը յուրան կյանքը էրկանայինելու, համ հույս ունենք վեր Արցախ TV-ին գրելու վավնի կանգնել, որովհետև շատ խոչընդոտների ռաչիա մենք կանգնած, բայց յուրանգոյությունը մզետի կարևոր է, յուրանգոյությանը շատերը հվատում են, վստահում են, օզում են տելևիզորը միացնի, հնչել Արցախ TV-ն է եթերում։ Դրան հետի հաջողություն TV-ին, հաջողություն քեզ, ու եթե մեր դիտողներն էլ ուզում են նաև մզետի էլ հաջողություն լինի, կարին միանամս Patreon-ում կամ Rearmenium, այդտեղ կարին սկսած $2 աջակցին podcast-ին, ու քանի այդ սերիալ Արցախ TV-ով կավեջ գոնե բարբառը այս ձևով թվայնացվե, իսկ նրանք ուվեք օնին վեճ այդ հնարավորությունը, օնին հնարավորություն մեկնաբանելի, կիսվելի, վերևեր նույնպես շատ օգնում է մեր կոնտենտի առաջընթացին։ Շնորհակալություն հայտնին գործարար Ալիքին 2 տարեմազ տաղավար տրամադրելի հտե եւ հիշեցինք վեր եթե դուք ուզում եք վեր մեր բարբառավ ոդքասթը շարունակե, ապա աջակցեցեք մեզ Patreon-ում եւ Rearmenium, ձեր ներդրումները շատ կարեւոր են մեր ոդքասթի համար։